Շիրակը իր խոսքը ասի, քանի որ շատ քիչ ընդդիմադիր շրջաներից է։ Մեկ անգամ դուք արդեն ապացուցել եք, հաղթել եք, Գյումրու մասին է խոսքը, հիմա էլ շատ կարևոր է ավելի մեծ, ավելի ուժեղ հաղթանակ տանենք բոլորս միասին։ Շատ շնորհակալություն, բայց դրա համար մենք բոլորս պետք է շատ լավ, ակտիվ պայքարենք։ Ես ուզում եմ մի թեթև ներկայացնենք Շիրակի մարզի վիճակը։ Երևի դուք պատկերացում ունեք, բայց ուզում եմ ասեմ, որ ամենաղքատ մարզն է Շիրակի մարզը։ Դա նույնիսկ ցավալի է, քանի որ ամենատուժված մարզն է։ Ես երկրաշարժի հաջորդ օրը եղել եմ այն ժամանակ Լենինականում, մենք մոտ մի շաբաթ մնացինք Լենինականում, ես ամեն ինչ տեսել եմ այդ արհավիրքը, որ եկավ թե մեր երկրի գլխին, առավել ևս Շիրակի մարզի վրա, եւ ամոթ է բոլորին, որ այդպես էլ չլուծեցին, չվերացրեցին Շիրակի մարզի եւ Գյումրու գլխավոր խնդիրը, նույնիսկ հիմա, ինչքան գիտեմ, 2000-ից 3000 տնակներում ապրող մարդիկ կա, դա իրոք մեր ազգի, մեր պետության ամոթն է, ինչը որ մենք առաջի հերթին պետք է վերցնենք, թիրախային այդ հարցը լուծենք, որ մարդիկ գոնե ինչ-որ ապրելու հնարավորություն ունենան, իսկ 43% աղքատությունը, ինչը որ հայտարարում են իշխանությունները, ես վստահ եմ դուք ձեր աչքերով էլ տեսնում եք, որ դա ավել է, այսինքն ամեն երկրորդ մարդը Շիրակում ապրում է աղքատ, իսկ ծայրահեղ աղքատների ամենամեծ տոկոսը նույնպես Շիրակի մարզում է, շատ զարմանալի է, քանի որ բոլորս գիտենք, որ Գյումրին մեր պետության ամենակոլորիտով քաղաքն է, ինչպես բոլորս ասում ենք, հայրաքաղաքն է, աղքատ հայրաքաղաք ունենալը, դուք պատկերացնում եք, չէ՞ ինչը, ոնց որ երեխան ցանկանա, որ իր հերը միշտ աղքատ լինի, անունը դրել են հայրաքաղաք, բայց այդ հայրաքաղաքի մասին ոչ մեկը չի մտածել։ Դրա համար մենք ամեն ինչ անելու ենք ձեզ հետ եւ դուք վստահ եղեք, զարգացնելու ենք Շիրակի մարզի տնտեսությունը եւ այս 5 տարվա ընթացքում, որը որ մենք կունենանք, հետագայում էլի կունենանք, բայց կոնկրետ 5 տարվա ընթացքում դուք տեսնեք լուրջ փոփոխություններ առաջի հերթին։ Մենք վերացնելու ենք աղքատությունը մարզում, մենք վերացնելու ենք տնակները մարզում, ես զարմացա, որ նույնիսկ ոչ մի շենք, նորակառույց այս 8 տարիների ընթացքում Գյումրիում չի կառուցվել։ Մեր քաղաքականությունը պետք է լինի հավասարաչափ զարգացնել Երևանի հետ մարզերը, մենք հասկանում ենք գյուղերի պրոբլեմները, շրջաների պրոբլեմները, դրա համար դուք կունենաք, վստահ եղեք, շատ լավ քաղաք, հարուստ ժողովրդով։ Ես շատ լավ եմ ծանոթ Լենինականին, Գյումրիի ժամանակ փորձել ենք օգնենք, թե տներ ենք տվել, թե տարբեր հարցեր լուծել ենք Գյումրու համար, բայց ես գտնում եմ դա մասնավոր օգնություններ էր, հնարավորին չափ, դրա համար մեզ պետք է պետության հնարավորությունները, որ մենք շատ արագ լուծենք
մարզի խնդիրները։ Պատկերացրեք, բոլորս հիշում ենք սովետական տարիներին Արտիկը հանդիսանում էր ամբողջ հանրապետության, նաև սովետական միության քարի մատակարարողը եւ ունենալով այդպիսի հանքեր, ինչպես կարող է Արտիկը ապրել աղքատ։ Ես դա իրոք չեմ պատկերացնում, ինչքան պետք է չսիրեն ժողովրդին, որ ոչ մի բան չանեն ժողովրդին աղքատությունից հանելու համար։ Մենք միասին զբաղվելու ենք առաջին հերթին աղքատությանը հաղթենք այն վախի մթնոլորտը, որ մտցված է մեր ժողովրդի մեջ, հաղթելու ենք պառակտմանը, բոլոր տեղերն էլ ընտրություններ լինում են, սրանք կառավարելու համար մեր ժողովրդին, աղքատացրին ժողովրդին, քաոս գցեցին մեր ժողովրդի մեջ, որ բոլորը բոլորին հայոյեն, այսինքն վերացրեցին էլիտան, բոլորին սարքեցին իրենց նման, բայց չի կարող ազգը չունենա էլիտա։ Մեր տարածքները լուրջ վտանգի տակ են, մեր Սյունիքը վտանգի տակ է, Սաֆարովները վեշերը հավաքած սպասում են, երբ են շարժվում, Փաշինյանը խնդրել է շեֆին, որ համբերեք ընտրությունները անցնեմ, 300 չէ 400,000 էլ կընդունեմ, բայց դա պատկերացնում եք ինչ է լինելու, մի քանի տարի հետո այն հաջորդ ընտրություններում արդեն մենք պայքարելու ենք ադրբեջանցի կում կընտրեն, որովհետև գլխավոր ձայները լինելու է ադրբեջանցիներինը, արդեն մենք նույնիսկ փոքրամասնություն կարող ենք կազմել, դրա համար մեր իշխանություն գալուց հետո առաջին օրենքը, որ մենք պետք է ընդունենք, լինելու է հակա Սաֆարովյան օրենքը, որ իրենք իրավունք չունեն հողատարածքներ գնեն մեր երկրում, տներ գնեն կամ խլեն մեր երկրում, հիմա դեռ խլում են, ամբողջ սահմանամերձ գյուղերը հայաթափել են, դպրոցները փակում են պարզաում համար։ Դուք տեսնում եք, մեր թիմի մեջ ես գտնում եմ մարզի ամենալավ զավակներն են, ամենաարդար, ամենապայքարող, շատ բան իրենցից էլ է կախված լինելու, որ պայքարեն մարզի համար, ամեն օր ձայները բարձրացնեն, ցույց տան մարզի պրոբլեմները, գլխավոր պրոբլեմը ես հասկանում եմ, աշխատատեղերի բացակայությունն է։ Եթե մենք ստեղծենք աշխատատեղեր, դրա համար կարող է շատ արագ մենք Գյումրու համար առանձին որոշում ընդունենք, քանի որ իրոք տեսնում ենք հայրաքաղաքի վիճակը այդքան բարվոք չէ, բայց կլուծենք բոլոր խնդիրները, մի կասկածեք, ինձ թվում է 5 տարին մեզ բավական է, որ մենք ունենանք բոլորովին ուրիշ Շիրակի մարզ, առավել ևս բոլորովին ուրիշ Գյումրի քաղաք, որը կդառնա մեր պետության, մեր ազգի հպարտությունը։ Երկրորդ քաղաքն է մեր պետության, չի կարող այդ վիճակին լինել։ Մի հատ փողոց են սարքում, մի 5 տարի հերիքում է, որ մարդկանց ուրախացնեն, մարդիկ թռվռան, ասեն, տես փողոց սարքեցին, բայց պետք է լուծեն մարդկանց խնդիրները, մարդկանց ապրուստի խնդիրները, դա մենք վստահեցնում ենք, մենք կանենք, մեզ էլ ձեր աջակցությունն է պետք, որ մարզում տանենք լուրջ հաղթանակ, ես ուզում եմ դուք բացարձակ չկասկածեք, որ մենք հաղթելու ենք, իրենք ոչ մի շանս չունեն հաղթելու, բայց մեզ պետք է, դուք գիտեք, բացարձակ հաղթանակ։ Ես կուզենայի մի երկու խոսք էլ Ռուբենը ասեր, հետո կանցնենք ձեզ հուզող հարցերին, որպեսզի հետաքրքիր լավ ժամանակ անցկացնենք միասին։